Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է։ Մենք շարունակում ենք հետևել աշխարհում ու Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին եւ դրանց մասին այսօր մեր տաղավարում զրուցելու եմ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք Հայաստանից, պարոն Պողոսյան, դուք գիտեք, որ արդեն իրավապահ մարմինները բերման են ենթարկել Սրբազան շարժման ղեկավար Բագրատ Գալստանյանին եւ մի քանի այլ մարդկանց։ Երեք մամուլում հրապարակում եղավ, որ ընդդիմադիրներ, այդ թվում նաև Բագրատ Գալստանյանը որոշակի իշխանափոխության միգուցե այնուամենայնիվ շարժումը թեժացնելու պլան ունեին, այդ պլանը հրապարակվեց, բոլորս կարդացել էին, քննչական կոմիտեն այսօր արդեն հրապարակում էր տարածել, թե Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչություն եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն հրապարակել էր, որ ինչ-որ գաղտնիալիք պետք է սկսեին հուլիսի 23-ից, իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրյա օլիգարխիա-կղերական խոշոր եւ եղկելի պլանը։ Ինչ է կատարվում Հայաստանում, ինչ պլանի մասին է խոսքը, ձեզ լուրջ իշխանափոխություն կար, իշխանափոխության պլաններ կային ընդդիմության մոտ, թե դա նորմալ է։ Տեսեք, ես իհարկե չեմ կարող մեկնաբանել այն, ինչ կատարվել է եւ շարունակում է կատարվել այսօր առավոտյան, որովհետեւ միայն հրապարակված տեղեկույթ կա, երևի պետք է սպասել, կարծում եմ ավելի շատ տեղեկույթ կլինի, այդ թվում նաեւ պաշտպանական կողմից, բոլոր այն մարդկանց, ովքեր բերման են ենթարկվել կամ գուցե կձերբակալվեն, ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա ցանկացած ժողովրդավարական կամ նույնիսկ կիսաժողովրդավարական պետություններում իհարկե իշխանափոխություն միշտ կարող է լինել, ցանկալի է որ դա տեղի ունենա ընտրությունների ճանապարհով, թերևս առայժմ այսքանը։ Այնուամենայնիվ նաև ձայնագրություններ հրապարակվեցին, գաղտնի ձայնագրություններ են դրանք, որտեղ Բագրատ Գալստանյանը ինչ-որ կողմնակիցների հետ է խոսում եւ այնտեղ նման արտահայտություններ կային, թե մի 2 հոգու պատիտակ գյուլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, պրծավ, գնդակահարում ես, ինչի մասին է խոսքը։ Ինչ փաստորեն սա միայն առաջին հայացքից թվում է, թե պետք է դա իշխանափոխության ուղղակի պլան լինի, որը նորմալ է ընդդիմության համար, որը ձգտում է իշխանությանը եւ դա պլան պետք է ունենա դրան գնացող, բայց այս ձայնագրությունները մի փոքր այլ տեղ են տանում։ Տեսեք, ես կխուսափեի ձայնագրությունները մեկնաբանելուց, որովհետեւ նախ սկսենք նրանից, որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում միանշանակ դժվար է պնդել ցանկացած ձայնագրության իսկության մասին, հետո հնարավոր է խոսքերը կտրել կոնտեքստից, բայց նաև հնարավոր չէ խոսքերը կտրել կոնտեքստից։ Ինձ թվում է այս հարցերը դուք երևի թե ավելի ճիշտ կլինի, որ ուղղեք կամ իրավապահ մարմիններին, կամ ձերբակալվածների, կամ բերման ենթարկվածների փաստաբաններին, որոնք ենթադրում եմ ավելի շատ տեղեկույթ ունեն ինչ է կատարվում։ Դուք էլ որպես նաև քաղաքական թեմաները, նաև ներքաղաքական թեմաները որոշակիորեն վերլուծող փորձագետ, հետաքրքիր կլիներ լսել նաև ձեր տեսակետ, անկախ նրանից թե ընդդիմությունը կամ իշխանությունը իրավապահ մարմինները ինչ մեկնաբանություններ կտային դրանց։ Ընդհանրապես կարող եմ ասել, որ իհարկե նման զարգացումները մտահոգիչ են տարբեր առումներով, այսինքն չեմ կարծում, որ կարող է լինել սթափ որևէ մեկը, որը կարող է գոհունակություն ապրել այս զարգացումներից։ Իսկ ինչպես եք մեկնաբանում է դեպքում Սամվել Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, գիտեք նաև այդ շրջանում ոչ միայն նրան, այլ ընդդիմության մի շարք այլ ներկայացուցիչների բերման ենթարկեցին, Սամվել Կարապետյանի դեպքում նաև հեծը պետականացնելու, նրա սեփականությունը հանդիսացող հեծը սեփականացնելու արդեն ծրագրեր կան, արդեն ազգային ժողով է ներկայացնում համապատասխան նախագիծը եւ այսօր դատելով Բագրատ Գալստանյանի այդ ձայնագրությունից ու նաև այդ պլանից, որ ինչ որ տեղեր հոսանքն ենք անջատում ենք նաև ոստիկանության կամ իրավապահ մարմինների հիմնական դարպասների մոտ, որ մուտք ու ելքը դժվար լինի, այսինքն այդ սեփականությունը նաև Սամվել Կարապետյանը նույնպես մասնակից պետք է դառնային այդ ծրագրերին։ Եվ այստեղ արդյոք կա Ռուսաստանի հետքը։ Տեսեք, ձեր հարցերին մի հայտնի կատակ կա, որ ասում են ինչքանով է հնարավոր ինչ-որ մի բան, որի մասին հստակ տեղեկույթ չկա, եւ կա դասական պատասխան, որ ասում են 50%-ով
Այսինքն ասում են ինչպես 50%-ով ավելի հստակ պատասխանել պետք է, ասում են կամ հնարավոր է կամ հնարավոր չէ։ Հիմա ձեր հարցերին միանշանակ պատասխան տալ վախենամ ոչ ոք չի կարող, առնվազն ոչ ես, նորից եմ ասում, գուցե պարոն Կարապետյանը կամ իրավապահ մարմինները կարող են հստակ տեղեկություններ տալ, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այս զարգացումները բնականաբար մտահոգիչ են, ցանկացած թափ մարդու համար, ընդ որում տարբեր տեսանկյուններից դիտարկելով։ Ընդհանրապես մտահոգիչ դուք չունեք որոշակի կանխավարկած վերլուծություն տեսլական, որ ընտրություններից 1 տարի առաջ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, որ իշխանություններն են սկսել 1 տարի առաջ եւ այս ամեն ինչը նախընտրական այդ շրջանակներում է, նույն մեղադրանքը կա նաեւ իշխանության կողմից արդեն հասցեագրված ընդդիմությանը, ու նաեւ ոչ միայն ընդդիմության, արդեն բացահայտ կերպով նաեւ Ռուսաստանին էլ են մեղադրում այն թեկուզ եւ վերջի դեպքերի հետ կապված, որ Սամվել Կարապետյանը եկավ, հեծը նրան է պատկանում, հեծի միջոցով ինչ որ գործողություններ թեժացնելու ծրագրեր կային, իսկապես կա նման շարժում կամ իսկապես դա կարող է եւ օրինաչափ լինել ինչ որտեղ ընտրություններին ընդառաջ պետք է պատրաստվեն, հա, բոլորը։ Տեսեք, ընտրություններին 1 տարի կա, բայց եթե ճիշտ եմ հիշում, նմանատիպ դեպքեր ասելով նկատի ունեմ, երբ որոշ մարդիկ ձերբակալվում էին իշխանության բռնի տապալման մեղադրանքով, տեղ են ունեցել նաև նախկին ասելով նկատի ունեմ մոտակա նախկին 1-2 տարիները։ Եթե ճիշտ եմ հիշում, Երևանի նախկին քաղաքապետներ ձերբակալված, ելի մի խմբով դա երևի թե 2023 թվականին էր Արցախի հաղթապահումից անմիջապես հետո, եթե ճիշտ եմ հիշում, որտեղ նորից հայտարարվեց, որ կա որոշակի խումբ, որը փորձել է բռնի մեթոդներով գալ իշխանության։ Ընդհանրապես սա ցույց է տալիս, որ ցավոք Հայաստանում քաղաքական եւ նույնիսկ պետական դաշտը մնում է զգալիորեն չկայացած։ Մենք տեսնում ենք նաեւ իրավապահ համակարգի ակտիվ ներգրավում գործընթացներում, լսում ենք երկուստեք մեղադրանքներ, ամեն ինչ չափից դուրս բևեռացված է, եւ ինչպես ես նշեցի նաեւ նախկինում, եթե դու չունես հստակ տեղեկույթ, որևէ բան պնդելը կամ հերքելը գրեթե անհնար է։ Հիմա հասկանալ է, որ նման բևեռացված պայմաններում ընդդիմությունը կարող է ասել, որ հերթական անգամ գործ ունենք ուժային համակարգը կամ իրավապահ համակարգը քաղաքական նպատակներով ծառայեցնելուն։ Բնականաբար իշխանությունը կարող է ասել, որ իրավապահ համակարգը պարտավոր է թույլ չտալ պետական հեղաշրջում կամ սահմանադրական կարգի տապալում կամ ցանկացած հակաիրավական գործունեություն, հետեւաբար իրավապահ համակարգը աշխատում է իրեն համար սահմանված օրենքի շրջանակներում եւ ոչ մի արտարոց բան տեղի չի ունենում, եւ քանի որ մենք ապրում ենք բևեռացված հասարակությունում եւ քաղաքական համակարգն կայացած չէ եւ այսպես ասենք կա զգալի քանակությամբ չասեմ թշնամանք, գուցե կարելի ասել ինչ որ ատելություն քաղաքական տարբեր ուղղությունների միջև, այսպես ասենք, հետեւաբար միանշանակ գնահատական տալը շատ բարդ է, եթե դու վերլուծաբան ես, այլ բան է, եթե դու քաղաքական գործիչ ես, բնական է, եթե դու պատկանում ես A ճամբարին կամ B ճամբարին, ապա բնականաբար քո համար բոլոր հարցերի պատասխանները հստակ են, դու հստակ հայտարարում ես, որ այո, հերթական պետական հեղաշրջում էր Ռուսաստանի կամ այլ պետությունների մասնակցությամբ, եթե դու քաղաքական B ճամբարի մասնակից ես, դու ասում ես հերթական քայլն է դեպի ավտորիտար իշխանության հաստատում, պետությունը փորձում է բոլոր քիչ թե շատ, այսպես ասենք, իրենից ինչ-որ բան ներկայացնող ընդդիմադիր ուժերին պարզապես չեզոքացնել, այդ թվում նաև իրավապահ համակարգի կիրառմամբ, եթե քաղաքական այս կամ այն ճամբարից ես, բնականաբար պնդումներ անելը շատ հեշտ է։ Սակայն եթե դու վերլուծաբան ես, իսկ վերլուծաբանը ինչ է դա նշանակում։ Որովհետեւ վերլուծաբանը ինչ-որ բան վերլուծի, նա պետք է ունենա որոշակի փաստեր, ընդ որում քիչ թե շատ հավաստի փաստեր։ Այս պայմանությամբ առավել եւս, եթե խոսքը վերաբերում է իրավական գործընթացներին։ Չնայած ասեմ, որ սովորաբար քաղաքագետները կամ քաղաքական վերլուծաբանները շատ հաճախ նաև իրավական գործընթացները դժվար է կարողանում են վերլուծել, որտեղ ինքնին դա մի փոքր այլ ոլորտ է եւ նույնիսկ եթե փաստերը կան, փաստերի մեկնաբանությունը տարբեր է, այսպես ասենք իրավաբանների կողմից եւ քաղաքագետների կողմից։ Սակայն հիմա երբ գրեթե փաստեր չկան կամ հրապարակվում են իրար հակասող փաստեր, վերլուծություն անելը գրեթե անհնար է։ Կարելի է անել ընդհանրապես քաղաքական հայտարարություններ, որը ես չեմ անի։ Բարձր։ Իսկ դուք ամեն դեպքում հետևել եք եւ դա շատ նոր չի հոգեվորականների, եկեղեցու բարձր դասի հոգեվորականների եւ իշխանությունների միջև լարվածությունը, որը կար 1 տարուց ավելի է, բայց վերջին շրջանում ավելի թեժացավ։ Իսկ դա ինչպես է գնահատում, ինչու այդպես եղավ, արդյոք իսկապես հոգեվոր խնդիր է, թե այդտեղ նույնպես քաղաքական ինչ-որ ենթատեքստ եք տեսնում։ Տեսեք, ինչու հարցին թերևս կարող են պատասխանել նրանք, ովքեր իրականացնում են այդ ամենը,
բայց ես որպես վերլուծաբան կարող եմ ասել, որ այն ինչ կատարվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ, բնականաբար չի նպաստում Հայաստանի ներուժի հզորացմանը, որովհետև Հայաստանի որպես պետության, Հայաստանի Հանրապետության եւ հայության որպես ազգի, որովհետև առաքելական եկեղեցին այդ ներուժի կարևորագույն բաղկացուցիչն է եւ անկախ պատճառներից եւ անկախ հանգամանքներից, ճշտում եմ անկախ պատճառներից եւ անկախ հանգամանքներից, այն ինչ կատարվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ, որևէ կերպ չի կարող նպաստել Հայաստանի Հանրապետության որպես պետություն եւ հայ ժողովրդի կամ հայ ազգի որպես ազգ ներուժի ամրապնդմանը։ Եվ մի հարց է ներքաղաքական նաև ինչ որտեղ արտաքինին առնչվող, օրինակ կարծիքներ կան, կարծիքներից մեկի արտահայտողն էլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր, որ Սամվել Կարապետյանը պետք է լինի Հայաստանի Իվանիշվիլին, Ռուսաստանից, Ռուսաստանաբնակ, խոշոր մեծ ռեսուրսներ ունեցող, նա ասում է, որ նրա գրպանում կա մոտավորապես կամ նրա շուրջը կան 45,000 մարդիկ, դա նա ըստ երևույթին պարոն Բագրատյանը նկատի ուներ այն, որ երբ որ մեծամասնականով նրա եղբայր Կարեն Կարապետյանը ընտրվում էր падգամավոր, մոտավորապես 40,000 ձայն էր նա տանում հանրապետական կուսակցության դա շրջանում, այդ իշխանության շրջանում։ Կան նման պլաններ թե Ռուսաստանի կողմից, թե ընդդիմադիր ներսում, Հայաստանի ներսում ընդդիմության կողմից Իվանիշվիլի, սա Կարեն Կարապետյանին, արդեն Սամվել Կարապետյանին որպես Իվանիշվիլի Հայաստանում ներկայացնելը կամ դրա միջոցով ինչ-որ փոփոխություններ անելը։ Տեսեք, եթե դուք կարծում եք, որ ես տեղակ եմ Ռուսաստանի ինչ-որ հատուկ փակ պլանների մասին, ապա դուք էականորեն իմ հնարավորությունները գերագնահատում եք։ Բայց ես խուսափեի նման սխեմատիկ համեմատություններից։ Ինձ թվում է նման սխեմատիկ համեմատությունները որոշակի գործընթացները ավելի պարզ կերպով բացատրելու փորձ են։ Այսինքն ասել, որ այո, X-ը նման է Y-ին եւ այն ինչ տեղի ունեցել Վրաստանում, որովհետեւ ես իհարկե հիմա չեմ ցանկանում շատ խորանալ Վրաստանի ներքաղաքական դեպքերի մեջ, բայց եթե վերցնենք պարոն Իվանիշվիլիին շատ հակերճ, ապա պարոն Իվանիշվիլին Վրաստանում հայտնվել է 2002-2003 թվականին եւ Արդերի հեղափոխությունից հետո առնվազն առաջին մի քանի տարիներին գոնե Սաակաշվիլու նախագահության առաջին ժամկետի ընթացքում պարոն Իվանիշվիլին Սաակաշվիլու ամենամոլերանտ կողմնակիցներից էր եւ հսկայական ֆինանսական միջոցներ է տրամադրել պարոն Սաակաշվիլու ծրագրերի իրականացմանը։ Այսինքն Իվանիշվիլին առնվազն 2003-2007 թվականներին Սաակաշվիլու մերձավորներից էր եւ ամեն կերպ, այդ թվում ֆինանսական շատ մեծ միջոցներով աջակցում էր վրացական պետությունը կերպափոխելու Սաակաշվիլու ծրագրերին։ Այնուհետև թե ինչ պատճառներով նրանց ճանապարհները բաժանվեցին եւ 2012 թվականին Իվանիշվիլին արդեն դարձավ ընդդիմության առաջնորդ, հաղթեց խորհրդանական ընտրություններում եւ մնացածը արդեն վերջին 13 տարվա պատմությունը ովքեր հետաքրքրվում են, գիտեն կամ կարող են իմանալ, սա այլ հարց է, սակայն ուզում եմ ասել, որ մի փոքր սխեմատիկ համեմատություններին ես այնքան էլ կողմնակից չեմ։ Սամվել Կարապետյանն էլ հեղափոխության առաջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր նրա հետ, ներդրումներից էր խոսում, ամեն դեպքում նրա բիզնեսը չտուժեց այս ընթացքում Հայաստանում, բիզնես գործունեության ընդլայնման ծրագրեր էին քննարկում նրանք, ներդրումների քննարկումներ էին անում, ճիշտ է նա չեկավ Հայաստան եւ քաղաքական գործունեությամբ չզբաղվեց Սամվել Կարապետյանը, բայց հանդիպումներ եղել են իշխանությունների հետ։ Այո, բայց նորից եմ ասում, ես խուսափեի սխեմատիկ համեմատություններից։ Շատ լավ։ Գնանք Իրանին, որտեղ նույնպես թեժ է, բայց արդեն 2 օր է կարծեք թե հրադադար է հայտարարվել։ Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ ոչնչացված է Իրանի միջուկային ծրագիրը, բայց նաև կան որոշակի տեղեկություններ եւ այդ թվում նաև ամերիկյան լրատվամիջոցները իրենց պաշտոնական աղբյուրներին հղում տալով ասում են, որ ճիշտ է, ինչ որ բաների վնասել են, բայց այդ ցենտրիֆուգ կոչվող նյութը կամ հաստատված ուրանը դեռևս ոչնչացված չէ եւ ամերիկան կամ Իսրայելը իրենց այդ մի նպատակին չեն հասել։ Ձեր տպավորությամբ Պարզ է, որ դուք ըստ երևույթին չունեք տեղեկություն ամերիկյան բարձրագույն իշխանություններից, բայց այնուամենայնիվ ձեր տեղեկություններով ինչ վիճակ է այնտեղ։ Տեսեք, այս պարագայում ես վախենամ, որ նույնիսկ ամերիկյան իշխանությունները հստակ տեղեկություն չունեն, այդ թվում նաև նախագահ Թրամփը, այո, որովհետև հարվածները հասցվել են օբյեկտների, որոնցից մի քանիսը գտնվում են 100 մետր գետնի տակ, եւ որևէ մեկը այդ օբյեկտներում չի եղել։
Հասկանալի է, որ նախագահ Թրամփը պետք է հայտարարի, որ միջուկային ծրագիրը ոչնչացված է, որպեսզի ցույց տա, որ ինքը շատ արագ եւ Միացյալ Նահանգների համար նվազագույն կորուստներով հասավ նրան, ինչին չէին կարողանում հասնել իրենից առաջ Բայդենը, Օբաման եւ այլն։ Մենք լսեցինք, որ նաեւ Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ սա պատմական հաղթանակ է Իսրայելի համար, իսկ Իրանի իշխանություններն հայտարարում են, որ սա պատմական հաղթանակ է Իրանի համար։ Հիմա բնականաբար դու կարող եք հարց տալ հիմա ում հավատալ, կամ գուցե պետք է բոլոր երեքին էլ հավատալ, բայց եթե փորձենք այն սակավաթիվ, բայց փաստերի լեզվով խոսել, տեսեք, որպեսզի որևէ պետություն կարողանա ձեռք բերել միջուկային զենք, նա պետք է ունենա հարստացված ուրան եւ հարստացված ուրան առնվազն 90% չափով։ Ուրանի հարստացման համար անհրաժեշտ են ցենտրիֆուգներ, որոնք սարքավորումներ են, որոնք հարստացնում են ուրանը, ավելի ճիշտ հարստացնում են գազային վիճակում ուրանը։ Եվ կան սարքավորումներ, որոնք ուրանը բերում են գազային վիճակի։ Սպահանում գտնվող կենտրոնում ուրանը բերվում էր գազային վիճակի, իսկ այնուհետև այդ գազային վիճակի ուրանը ներբեռնվում էր այն ցենտրիֆյուգներում, որոնք այն Նաթանզում եւ Ֆորդոյում։ Ես տալիս եմ այն 3 վայրերի անունները, որոնց ամերիկացիները հարված հասցրին։ Հիմա Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպության ղեկավարը պարոն Գրոսին հայտարարեց, որ այս պահի հարվածներից հետո իրենց հայտնի չէ առնվազն 400 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրանի գտնվելու վայրը։ Ենթադրում է, որ այդ ուրանը գտնվում էր այդ հարստացման վայրերում, այսինքն Նաթանզում կամ Ֆորդոյում։ Իրանը հայտարարում է, որ այդ 400 կիլոգրամ ուրանը դուրս էր բերվել նախքան հարվածների հասցվելը։ Ատոմային միջազգային կազմակերպության ղեկավարը հայտարարում է, որ իրենք չգիտեն այդ ուրանը որտեղ է, գուցե դուրս է բերվել, գուցե ոչնչացվել է, բայց մյուս կողմից կարծես թե չկա ուժեղ ռադիոակտիվ դաշտ ռադիացիա։ Հարված չի հասել այդ։ Հիմա իհարկե սրանք տեխնիկական դետալներ են, որտեղ ես չէի ցանկանում մտնել, որտեղ միջուկային էներգետիկա վերաբերել իմ գիտելիքները բավականաչափ, ասենք, մակերեսային են։ Սակայն ինչ են ասում նաև ամերիկացիները, իրենք ասում են լավ, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ մինչև 60% հարստացված 400 կիլոգրամ ուրանի մի մասը իրանցիները հաջողացրել են թաքցնել մինչև հարվածները, սակայն միջուկային զենք ստանալու համար պետք է ուրանը հարստացնել 90%։ Հիմա Թրամփը կամ Թրամփի կողմնակիցները ասում են, որ եթե նույնիսկ ուրանը հարստացված ուրանը ամբողջությամբ չի ոչնչացվել, մենք ոչնչացրել ենք ցենտրիֆուգները, որոնք տեղակայված էին Նաթանզում կամ Ֆորդոյում, կամ ցենտրիֆուգները կամ առնվազն այդ ցենտրիֆուգներին տանող ճանապարհները, որտեղ մենք խոսում ենք 100 մետր գետնի տակ գտնվող բունկերների մասին, իրենք ասում են կամ բունկերներն են ոչնչացված, կամ փլուզվել են այդ բունկերներ տանող ճանապարհները, հետեւաբար նույնիսկ եթե Իրանը ունի էլ ինչ որ քանակությամբ 60% հարստացված ուրան, ապա Իրանը այլևս չունի ցենտրիֆուգներ, որպեսզի կարողանա շարունակել հարստացումը եւ այդ 60%-ը դարձնել 90-ի, որտեղ որպեսզի կարողանաս պատրաստել միջուկային զենք, դու պետք է ունենաս 90% հարստացված ուրան։ Ինձ թվում է մոտավորապես հիմա մենք այսպիսի վիճակում ենք, ենթադրաբար ինչ որ չափով մինչև 60% հարստացված ուրան Իրանում դեռևս կա, եւ հստակ չէ, արդյոք ցենտրիֆուգները ոչնչացվել են ամբողջությամբ, թե ոչնչացվել են մասամբ, եւ հարց համար 2։ Եթե ընդունում ենք, որ ցենտրիֆուգները ոչնչացվել են ամբողջությամբ, ինչը կարող է խանգարել Իրանին նոր ցենտրիֆուգներ տեղադրել եւ շարունակել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ոչ ոք չունի, եւ իդեպ արդեն այսօր Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարեց, որ եթե Իրանը փորձի շարունակել ուրանի հարստացումը, որպեսզի ստանա այդ 90% հարստացված ուրանը, որը անհրաժեշտ է միջուկային զենք ստանալու համար, ապա Միացյալ Նահանգները նորից հարված կհասցնի այդ ցենտրիֆուգներին։ Այսինքն այս բայդրությամբ հարցերը ավելի շատ են, քան պատասխանները, բայց կարծես թե բոլորն էլ ընդունում են, որ խոսել, որ Իրանի միջուկային ծրագիրը ամբողջությամբ ոչնչացված է, հիմքեր այնքան էլ չկան, այն որ լուրջ հարված է հասցվել, դա փաստ է, բայց չեն կարող միանշանակ պնդել, որ ոչնչացված է ամբողջությամբ, եւ երկրորդ Իրանը ունի հնարավորություններ դա մի քանի ամիսների, թե մի քանի տարիների ընթացքում ցանկության դեպքում վերականգնել այդ ոչնչացված ցենտրիֆուգները կամ գոնե դրանց մի մասը եւ շարունակել ուրանի հարստացումը մինչեւ 90%։ Բայց այստեղ մեկ այլ կարևոր պահ կա։ Շատ վերլուծաբաններ ասում են, որ այն ինչ տեղի ունեցավ Իրանի հետ, ցույց է տալիս, որ եթե դու լուրջ խնդիրներ ունես աշխարհի հզորագույն պետություններից որևէ մեկի հետ, ասենք Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Չինաստան
Հիմա կոնկրետ խոսենք Միացյալ Նահանգների մասին։ Ապա քիչ թե շատ վստահելի զսպման երաշխիք, այսինքն երաշխիք, որ այդ պետությունը քո վրա չի արձակվի, դա միջուկային զենքի առկայությունն է։ Ոչ թե ցանկությունը ունենալ միջուկային զենք, ոչ թե ծրագիր, որ դու շատ մոտ ես, բայց չունես, այլ միջուկային զենքի առկայությունը։ Եվ շատերը բերում են Հյուսիսային Կորեայի օրինակը։ Հյուսիսային Կորեան եւս Միացյալ Նահանգների համար գլխացավանք է, եւ տասնյակ տարիներ շատ դաժան հայտարարություններ են արվել Հյուսիսային Կորեայի հասցեին, տարբեր պատճառաբանություններով եւ լուրջ պատժամիջոցներ կան միջուկային զենքի հետ կապված, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ այլնի հետ կապված։ Սակայն Միացյալ Նահանգները ռազմական հարված Հյուսիսային Կորեային չի հասցնում։ Որտեղ ունի միջուկային զենք։ Որովհետեւ ամենայն հավանականությամբ գլխավոր պատճառը նա է, որ Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք։ Ինչ եզրակացության կարելի հանգել այս ամենից։ Այն ինչ ես արդեն ասացի, որ եթե դուք խնդիրներ ունեք աշխարհի գերհզոր պետություններից որևէ մեկի հետ, ապա պետք է ունենալ միջուկային զենք, եթե չեք ուզում, որ ձեր վրա հարձակվեն։ Բայց մյուս կողմից ընդ որում նույն քննարկումը հիմա ինտենսիվորեն գնում է Ուկրաինայում։ Գիտեք, որ Խորհրդային Միության ժամանակ Ուկրաինայի տարածքում զգալի քանակությամբ միջուկային զենք կար, Խորհրդային Միության զենքներ։ Եվ Ուկրաինան կամավոր կամ ճակերտավոր կամավոր գուցե ստիպված հրաժարվեց այդ միջուկային զենքից եւ դրա դիմաց ստորագրվեց հայտնի Բուդապեստյան մեմորանդումը, որտեղ մի շարք պետություններ, այդ թվում Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները եւ նաեւ կարծես Մեծ Բրիտանիան երաշխավորում էին Ուկրաինայի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը։ Հիմա նույն քննարկումները Ուկրաինայում են, որ եթե ժամանակին Ուկրաինան կարողանար պահպանել միջուկային զենքի գոնե մի փոքր հատված, ապա ամենայն հավանականությամբ նույնիսկ 2014 թվականի դեպքերը տեղի չէին ունենա, ել չեմ ասում 2022-ի փետրվարի հարձակման մասին։ Իսկ սա, եթե այս տրամաբանությունը գերիշխի, իսկ ես պետք է ընդունեմ, որ այսպես ասենք փաստերի հետևում որոշակի առողջ բանականություն կա։ Դա ինքնին վտանգավոր է, որովհետև մի շարք պետություններ, որոնք հիմա չունեն միջուկային զենք, իսկ հիմա աշխարհում 9 պետություն ունի միջուկային զենք, ներառյալ Իսրայելը նաև։ Ապա մի շարք պետություններ, որոնք ունեն հնարավորություն միջուկային զենք ստանալու, իսկ դա 2025 թվականի համար շատ բարդ տեխնոլոգիաներ չեն։ Միջուկային զենք արդեն 1940-ականներից էր ստացվում։ Ապա ես չեմ բացառում, որ այս Իրано-իսրայելական 12-օրյա պատերազմի, ինչպես Թրամփն է նշում 12-օրյա պատերազմ, հիմնական արդյունքը կարող է լինել այն, որ առաջիկա տարիներին մենք կտեսնենք, որ միջուկային զենք ունեցող պետությունների ակումբը կարող է ընդլայնվել։ Եվ դա գլխացավան կդառնա ողջ աշխարհի համար։ Ամենայն հավանականությամբ այո։ Սա կարող է լինել այս 12-օրյա պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը։ Մյուս կողմից էլ Իրանի նախագահ Փեժեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ եւ ասել, որ պատրաստ են լուծել իրենց եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առկա խնդիրները միջազգային նորմերի համաձայն։ Սա պարզապես, ինչպես դուք խոսքի այս թեմայի սկզբում նշեցիք, որ բոլորը ասում են մենք հաղթել ենք, այդ դիրքից բխող հայտարարություն է, թե որոշակիորեն զիջման գնացող հայտարարություն կարող է լինել։ Չէ, տեսեք, ամբողջ խնդիրը ո՞րն էր այս ԱՄՆ-Իրան բանակցություններում, որոնք սկսվեցին արդեն 2025 թվականին։ Իրանը հայտարարում էր, որ ինքը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանից, արդեն փաստացի հարստացված ուրանից, սակայն երբեք չի հրաժարվի urանի հարստացման տեխնոլոգիաներից։ Գիտեք, որ կա միջուկային զենքի չտարածման պայմանագիր, որի անդամներ են աշխարհի գրեթե բոլոր պետությունները, այդ թվում նաև Իրանը, եւ այդ պայմանագիրը արգելում է ունենալ միջուկային զենք, բայց թույլ է տալիս ունենալ միջուկային տեխնոլոգիաներ։ Եվ Իրանը պնդում է, որ ըստ այդ պայմանագրի ինքը կարող է ունենալ ուրանի հարստացման տեխնոլոգիաներ մինչև 3.67 կամ 5%։ 2015 թվականին ստորագրված միջուկային գործարքը թույլ էր տալիս Իրանին հարստացնել ուրանը մինչև 3.67%։ Հիմա Իրանը հայտարարում էր, որ պատրաստ է վերադառնալ 2015 թվականի գործարքին, որից Միացյալ Նահանգները դուրս են եկել դեռ Թրամփի առաջին նախագահության օրոք։ Բայց Թրամփը հայտարարում էր կամ սկսեց հայտարարել արդեն բանակցությունների ընթացքում, որ ոչ, Իրանը չպետք է ուրանի հարստացում իրականացնի։ Միացյալ Նահանգների գլխավոր պայմանը դարձավ 0% հարստացում։ Մենք կտանք Իրանին այդ։ Այո, մենք կտանք, Ռուսաստանը կտա, կարևոր չի ով կտա։ Նույնիսկ գաղափար կար, որ կոնսորցիում ստեղծել, այդ թվում արաբական պետությունների մասնակցությամբ, բայց Իրանը հայտարարում էր, որ հարգելիներս ոչ, ուրան միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում ուրանի հարստացումը
իմ իրավունքն է ըստ միջուկային զենքի չտարածման պայմանագրի, որ ես ստորագրել եմ։ Ամերիկան ուներ մտահոգություն, որ Իրանը կարող է ասի խաղաղ քաղաքացիական պայմաններով օգտագործելու համար հարստացնենք այդ ցածր տոկոսով, բայց խաբել եւ շարունակել հարստացնել միջուկային զենք ստանալու համար։ Այո, բայց նման մտահոգությունի դեպ կարող է լինել ցանկացած պետության հանդեպ, որը ունի միջուկային զենք եւ ունի ուրանի հարստացում։ Հիմա ենթադրել, որ հատկապես այս 12-օրյա պատերազմից հետո Իրանը դե լավ գիտեք ինչ, ես ասենք 2025-ի մայիսին սխալ թույլ տվեցի, որ չհամաձայնվեցի զրո հարստացմանը։ Դուք ինձ հարվածեցիք, ծեծեցիք եւ ճակերտավոր ծեծ ուտելուց հետո ես հիմա կհամաձայնվեմ զրո հարստացմանը։ Դրա հավանականությունը չնչին է, որ Իրանը դրան կհամաձայնվի։ Այնպես որ հիմա նույնիսկ եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները վերսկսվեն, մի քիչ բարդ է հասկանալ դրանց ապագան, որտեղ նորից կանգնելու ենք նույն փակ շրջանի առջև։ Էլի Թրամփը ասելու է 0% հարստացում, Իրանը ասելու է երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացումից։ Թրամփը հայտարարելու է դե մեկը ցենտրիֆուգները ոչնչացրել եմ, հետեւաբար հրաժարվեք չհրաժարվեք, փաստացի չեք կարող հարստացնել, բայց ոչ ոք 100%-ով վստահ չէ։ Իսրայելը կասի, որ եթե ես նույնիսկ մի փոքր կասկած ունենամ, որ ինչ որտեղ ցենտրիֆուգները մնացել են կամ նոր ցենտրիֆուգներ են տեղադրվել հարստացումը շարունակելու համար, ես կհարվածեմ Իրանին, եւ այս անկայուն վիճակը կարող է շարունակվել բավականաչափ երկար։ Այսինքն այս հրադադարը շատ փխրուն է եւ առաջիկայում, ըստ ձեզ օրինակ, երբ կարող է կամ ինչ պայմաններում կարող է նորից վերսկսել, թե կարող է երկար տևել կիսակայուն վիճակով։ Ոչ ամբողջությամբ խաղաղության, այլ ինչ որ պայթյունավտանգ իրավիճակում։ Դե նախ հրադադարը փխրուն է, որովհետեւ նույնիսկ կես էջանոց փաստաթուղթ չկա ստորագրված։ Օրինակ Արցախում 1994 թվականին հաստատված հրադադարը փաստաթղթի հիման վրա էր։ Հիշում եք Բիշկեկյան արձանագրություն եւ այլն։ Այստեղ նույնիսկ փաստաթուղթ չկա, նույնիսկ կես էջ, որտեղ կան ստորագրություններ։ Ամեն ինչ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ընդ որում Իրան ասում է, որ նույնիսկ հրադադարի մասին չպետք է խոսել։ Իրան ասում է Իսրայելը ին վրա հարձակվում էր, ես պատասխանում էի։ Հիմա Իսրայելը ին վրա հարձակվում էր, ես պատասխանում էի։ Եթե Իսրայելը դադարեցնի հարձակումները, ես չեմ պատասխանի։ Ընդամենը այդքան, այսինքն ֆորմալ առումով նույնիսկ հրադադար չկա փաստաթուղթ, չկան ստորագրություններ։ Եվ Իսրայելը ամենայն հավանականությամբ առաջիկայում կշարունակի թիրախային հարվածներ, որպեսզի կամ ամբողջությամբ ոչնչացնի միջուկային ծրագիրը կամ թույլ չտա միջուկային ծրագրի վերականգնում։ Այդ թիրախային հարվածներին Իրանը եւս կարող է պատասխանել թիրախային հարվածներով Իսրայելի տարածքին կամ գուցե ասենք Լիբանանից, չնայած Հեզբոլլահը ծանր վիճակում է, բայց դեռևս ինչ որ բան մնացել է այնտեղ։ Կամ Իրաքում գտնվող պրոիրանական ուժերը կարող են Իսրայելին հարվածներ հասնել։ Այսինքն ինձ թվում է, որ երևի թե մի քանի ամիս անց մենք նորից կարող ենք հայտնվել թիրախային հարվածների տիրույթում, երբ Իսրայելը կարող է ինչ որ հարվածներ հասնել Իրանին, բայց ոչ երկարաժամկետ օրերով, այլ օրինակաբար 1-2 ռմբակոծություն կամ հրթիռային հարված, Իրանը պատասխան հարված կհասցնի Իսրայելին։ Այդ ընթացքում ամերիկացիները կշարունակեն պնդել, որ Թրամփին պետք է Նոբելյան մրցանակ տալ, որովհետև կամ ինքը դադարեցել է պատերազմը կամ առնվազն ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։ Շատերը կասեն, որ Թրամփին ոչ մի Նոբելյան մրցանակ տալ պետք չի, որովհետև նա նույն պատերազմի նախագահն է։ Իրանցիները կասեն մենք հաղթեցինք, Իսրայելը կասի մենք հաղթեցինք եւ սա կարող է տևել բավականաչափ երկար։ Եվ այդ ամբողջի ազդեցությունը բնականաբար մեզ հուզում է այն, թե ինչ հետևանք կունենա մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա, մենք մտահոգություն ունենք հայ-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից։ Տեսեք, կար մտավախություն եւ իմ կարծիքով հիմնավոր, որ այս պատերազմի հետևանքով, հատկապես Միացյալ Նահանգների կողմից պատերազմի մեջ մտնելու հետևանքով, եթե Իրանը էականորեն թուլանա, ուժերի հաշվեկշիռը ել ավելի ի վնաս կլինի Հայաստանի, նկատի ունեմ Հարավային Կովկասում։ Առայժմ կարծես թե մեզ հաջողվել է խուսափել, իհարկե այնպես չի որ Հայաստանը այդտեղ դեր խաղացել է, բայց օբյեկտիվորեն ստեղծված է վիճակ, որ կարծես թե հնարավոր է եղել խուսափել վատթարագույն սցենարից, այսինքն Իրանի էական թուլացման, հատկապես ներքաղաքական անկայունության, ինչ որ անջատողական շարժումների, չգիտեմ, անկախ ինքնավար Բելուջիստանի, ինքնավար Քրդստանի, ինքնավար Հարավային Ադրբեջանի ստեղծման մասին այս բոլոր սցենարները, որոնք իդեպ հնարավոր էին, կարծես թե չեն իրականանում։ Ինչու՞, ո՞րն էր այդ օբյեկտիվ իրավիճակական պատճառը։ Որ չեն իրականանում, թե որ կարող էին իրականանալ։ Որ մենք խուսափեցինք այդ վիճակից։ Տեսեք, ինձ թվում է ամեն դեպքում Իրանը երևի թե ավելի ամուր դուրս եկավ, քան շատերը պատկերացնում էին, որովհետև եթե հիշեք պատերազմի առաջին օրը կամ առաջին ժամերը, երբ պարզվեց, որ
Իրանի ներսում կա հզոր գործակալական ցանց Իսրայելի։ Եվ բարձրաստիճան հրամանատարները եւ մի շարք բարձրաստիճան նաեւ գիտնականներ սպանվեցին մի քանի ժամվա ընթացքում, ընդ որում Իրանի ներսում, այսինքն գործակալական ցանցի կողմից ենթադրվում էր, որ սա նոկաուտ է, որից Իրանը գուցեև դուրս չի գա։ Եվ հնարավոր է կլինեին պետություններ, որոնք դուրս չգային, որտեղ եթե առաջիկա մի քանի ժամում քո ռազմական ղեկավարության կեսից ավելին սպանվում է, ընդ որում սպանվում է երկրի ներսում քո թշնամուն ծառայող գործակալական ցանցի միջոցով, կարելի է ենթադրել, որ պետական ապարատը կարող է սկսվել փլուզվել։ Սակայն գուցե ի զարմանս Իսրայելի կամ Միացյալ Նահանգների Իրանը պարզվեց, որ մի փոքր ավելի ամուր է։ Եվ իրեն կարողացան այս առաջին շատ ծանր հարվածին, այսպես ասենք, բռնցքամարտի լեզվով Իրանը կարողացավ այդ նոկաուտը դարձնել նոկդաուն։ Երևի թե եթե Իսրայելը հույս ուներ, որ ամեն ինչ կավարտվի բլիցկրիգով, այսինքն կլինի նոկաուտ, որից հետո Իրանում կառաջանա խառնաշփոթ, կամ իրանցիները ամիջապես կստորագրեն կապիտուլյացիոն փաստաթուղթ, կասեն հրաժարվում ենք հարստացումից եւ այլն, մենակ դադարեք մեզ ծեծել։ Պարզվեց, որ դա չստացվեց։ Իրանի պետական համակարգը կարողացավ այս կամ այն չափով վերականգնվել եւ արդեն հունիսի 13-ի երեկոյան առաջին հարվածը Իսրայելին հասցվեց։ Չնայած նորից եմ ասում, երկրի ռազմական ղեկավարության առնվազն կեսը ֆիզիկապես ոչնչացված էր։ Եվ նաեւ մենք տեսանք, որ հետագա օրերին գնալով ավելի քչացան երկրի ներսում, այսպես ասենք, այդ գործակալական ցանցի կողմից կատարվող քայլերը, ինչը նշանակում է, որ ինչքան էլ իհարկե մեծ բաց թողում էր Իրանի հատուկ ծառայությունների, որտեղ փաստորեն գործակալական ցանցը կար եւ ճիշտ պահին, այսպես ասենք, ազդանշան ստանալով նրանք հարված հասցրին։ Բայց ամեն դեպքում այդ հարվածից չփլուզվելով Իրանը սկսեց նաեւ այդ ցանցը որոշակիորեն ճնշել։ Տարբեր տեղեկույթներ կան, որ մինչև 1000 մարդ է ձերբակալված Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու համար եւ նաեւ որոշ մահապատիժներ արդեն կան։ Հիմա ինչքանով են այդ մարդիկ իրոք կապ ունեցել, թե դա ընդհանրապես պետությունը փորձում է ցույց տալ, որ իրոք ինքը վիճակի է պայքարել, այդ հարցի պատասխանը մենք իհարկե չենք իմանա, բայց ամեն դեպքում կարծես թե Իրանը մի փոքր ավելի ամուր դուրս եկավ, քան ենթադրում են Իսրայելում եւ անկեղծ ասած նաեւ Իսրայելից դուրս, որովհետեւ շատերը կարծում եմ, այդ թվում նաեւ Արևմուտքում, Ռուսաստանում, երբ հունիսի 13-ի առավոտյան լսեցին, որ սպանվել է այդ իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատարը եւ այլն, շատերին թվաց, որ սա Իրանի վերջի սկիզբն է։ Հիմա, երբ արդեն անցել է մոտավորապես 2 շաբաթ, գրեթե 2 շաբաթ այդ դեպքերից, կարող ենք ասել, որ չնայած իր հսկայական խնդիրներին, որի շնորհիվ նաեւ իսրայելական գործակալական ցանցը ներթափանցել էր գրեթե ամենուր, բայց իրանական պետությունը կարողացավ դիմակայել գոնե առայժմ։ Դա այն օբյեկտիվ պատճառը, որ Հայաստանն այս պահին խուսափեց ձեր ասած վտանգից։ Տեսեք, եթե պատկերացնենք ամեն ինչ ընթանում էր ամենաբացասական սցենարով մեր համար կամ Իրանի համար եւ գուցե ամենացանկալի սցենարով Իսրայելի համար, այսինքն կենտրոնական իշխանությունը կտրուկ թուլանում էր, Իրանում սկսվում էին ինչ-որ ցույցեր, որոնք պահանջում էին կամ հաստատել հանրապետություն կամ հետ բերել շահի որդուն, գիտեք, նա էլ Միացյալ Նահանգներում նստած ամեն օր Twitter-ում գրում էր, որ եկել է ժամանակը, որ պետք է ոտքի կանգնել, Իսրայելի վարչապետը մի քանի անգամ ուղիղ դիմեց Իրանի ժողովրդին, որ եկել է ժամանակը, դուք պետք է ապստամբեք, դուք պետք է միանաք Իսրայելին եւ այլն։ Բայց Ամերիկան կարծեք թե չէր ուզում իշխանափոխություն կամ ռեժիմի փոփոխություն, Թրամփն ինքն էլ չէ հայտարարել է, որ դա քաոսի կբերի, նաեւ Ֆրանսիայի նախագահը նույնպես նման մի քանի օր առաջ Ֆրանսիայի նախագահը, այո, Թրամփի հայտարարություններին ընդհանրապես շատ դժվար է մեկնաբանել, որովհետեւ այդ մարդը, այսինքն մի քանի ժամում լրիվ իրար հակասող բաներ է ասում։ Ինչպես կատակով ասում են, ինչ-որ մեկը պետք է նրա ձեռքից վերցնի հեռախոսը եւ թույլ չտա մուտք սոցիալական ցանցեր, բայց եթե ամենաբացասական սցենարը տեղի ունենար, ապա եւ սկսեր իշխանության փլուզում կամ տարանջատում, կամ տրոհում ավելի ճիշտ, եւ պատկերացնենք, օրինակ հունիսի 20-ին մենք արտանում էինք եւ պարզում էինք, որ Իրանի փոխարեն մենք հարավում հարևան ենք հարավային Ադրբեջանի անկախ հանրապետության։ Հավատացնում եմ դες, որ հետևանքները Հայաստանի համար կլինեին սարսափելի վատ։ Բայց այդպես չեղավ եւ փաստորեն վտանգը այդքան էլ մեծ չէր, մենք գերագնահատում էինք կամ ուռճացնում էինք այդ վտանգը։ Տեսեք, վտանգը բավականաչափ վտանգը մեծ էր, բայց դա չեղավ եւ ի օգուտ մեզ։ Նորից եմ ասում, երևի թե Իրանը մի փոքր ավելի ամուր գտնվեց, ընդ որում դա էլ է շատ հակասական։ Մի կողմից Իրանը շատ թույլ էր, որտեղ դու պետք է լինես շատ թույլ պետություն, որպեսզի թույլ տաս, որ քո թշնամի պետության գործակալական ցանցը քո երկրի ներսում մի քանի ժամում ոչնչացնի քո ռազմական ղեկավարության կեսից ավելի են։ Ունենալ, որոշակի արտադրություն ունենալ։ Սա մի կողմից խոսում է պետական համակարգի թուլության մասին։
Բայց մյուս կողմից էլ այն, որ չնայած այս ծանր հարվածին պետական համակարգը չփլուզվեց, նշանակում է գործ ունենք հետաքրքիր ինչ որ երևույթի հետ։ Այսինքն մի կողմից պետական համակարգը եւ մի կողմից պետական համակարգը թույլ էր, հակառակ պարագայում չէր լինի այն, ինչ եղավ հունիսի 13-ի առավոտյան։ Բայց մյուս կողմից էլ այնքան թույլ չէր, որպեսզի այսպես ասենք դոմինոյի էֆեկտով գնար պետական համակարգի վերջնական փլուզում։ Գոնե այս գնահատականին կարելի է հասնել։ Բայց կարծիքով, եթե իրավիճակը ավելի որոշակորեն ավելի ողբերգական լիներ Իրանի համար, քան հիմա գտնվում է, Ադրբեջանը ձեր կարծիքով չէր հապաղի եւ կհարձակվեր Հայաստանի վրա։ Ինչ անվտանգային խնդիրներ կառաջանային։ Տեսեք, եթե իմ ասած տարբերակով մենք Իրանի փոխարեն ունենայինք Հարավային Ադրբեջանի ինքնավար կամ կիսանկախ կամ ինքնահռչակ հանրապետություն Հայաստանի հարավում, ապա թերևս Հայաստանի վրա հարձակման կարիք էլ չէր լինի, որովհետև Սյունի Զանգեզուրի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման նպատակը դա որպեսզի Ադրբեջանը կապել Նախիջևանի եւ Թուրքիայի հետ եւ Հայաստանը կտրել Իրանից։ Դե հիմա եթե այսպես ասենք Իրանը ավտոմատ կտրվում է Հայաստանից, էլ ինչ իմաստ ունի բացել Զանգեզուրի միջանցք, եթե նորից եմ ասում այդ անջատողական շարժումների գլուխ բարձրացնեին եւ ստեղծվեր ճակերտավոր հարավային կամ որևէ Ադրբեջանի հանրապետություն, ապա առանց զենքի ուժով Զանգեզուրի միջանցքի բացելու Հայաստանը կհայտնվեր այն վիճակում մոտավորապես ինչում կհայտնվեր, եթե Ադրբեջանը որոշեր զենքի ուժով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Կա նաև իհարկե երկրորդ սցենար, որ չէր հռչակվում այդ անջատողական միավորումներ չէին ստեղծվում, խոսքը վերաբերում է Հարավային Ադրբեջան, Բալուջիստան, Քրդստան եւ այլն, բայց Իրանում ձևավորվում էր քաոս, իրական քաոս։ Այդ դեպքում այո, կարող է նաև շանսեր լինել, որ Ադրբեջանը հենց կհարձակվեր։ Այսինքն այդտեղ տարբեր ենթասցենարներ կային, եթե իրանական պետությունը գնար փլուզման ճանապարհով։ Նորից եմ ասում, սկսած Հայաստանի հարավում Հարավային Ադրբեջանի ինչ որ ինքնավար հանրապետության ստեղծմամբ, վերջացրած լիակատար քաոսով եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմամբ կամ օրինակի համար լիակատար քաոս է եւ ասենք Իրանի տարածքից պատկերացրեք մեկ շաբաթում 100,000-ից ավելի էթնիկ ադրբեջանցի իրանական ազգագրով, բայց էթնիկ ադրբեջանցիներ կամ գոնե ադրբեջանախոսներ։ Գիտեք, որ տարբեր կարծիքներ կան, այդ մարդիկ էթնիկ ադրբեջանցի են, թե ադրբեջանախոս իրանցիներ են։ Այսինքն դրա մասնագետը չեմ, դրա համար այսպես ասենք, էթնիկ ադրբեջանցիներ կամ ադրբեջանախոս իրանցիներ։ Պատկերացրեք 150,000 մարդ հայտնվեր Սյունիքում, որպես փախստական։ Պաշտոնական տվյալներով, եթե ես ճիշտ եմ հիշում, Սյունիքի բնակչությունը 150,000-ից քիչ է։ Սյունիքի մարզի բնակչությունը։ Այդ դեպքում հնարավոր է մենք 10 օրվա ընթացքում ունենայինք ադրբեջանախոս մեծամասնությամբ Սյունիքի մարզ։ Ընդ որում նույնիսկ առանց Ադրբեջանի կողմից հարձակման, որի հետևանքները հիմա կանխատեսելը շատ բարդ է, բայց հասկանալ է, որ հետևանքները ծայրահեղ վատի եւ աղետի միջև էին լինելու։ Այսինքն մի շարք խնդիրներ մենք կարող էինք ունենալ։ Ա. Հարավային Ադրբեջանի անջատողական միավորի ստեղծում Հայաստանի հարավում, Բ. Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում եւ Գ. 100,000-ավոր ադրբեջանախոս էթնիկ իրանցիների կամ էթնիկ ադրբեջանցիների հայտնվել Սյունիքի մարզում, որ ավտոմատ կփոխեր Սյունիքի ժողովրդագրական կերպարը։ Իրանի գործոնն է, որ Ադրբեջանին զսպում է որոշակի ռազմական գործողություններ Սյունիքի նկատմամբ, թե այլ գործոններ, արտաքին գործոններ նույնպես կան։ Արդյոք Ադրբեջանն, եթե Իրանը չլիներ, Իրանի կողմից հնչող այդ սպառնալիքները կամ իրական գործոնը, Ադրբեջանը այդ ոտնձգությունը կաներ, թե միգուցե եւ ինչպես կա ներքին քննարկումներում, դա արևմուտքն էլ չէր ցանկանա եւ թույլ չէր տա նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չէր ցանկանա կոնկրետ այս կարճատև պատերազմի դեպքում Իսրայելի հետ Ամերիկան նույնպես չի ցանկացել որ Ադրբեջանում կամ Իրանի հյուսիսում լինի հյուսիսային Ադրբեջան այդ միավորումը Իրանը պարակտվի եւ այլն եւ դրանք բոլորը զսպող էին Իրանի համար Ադրբեջանի համար ոչ միայն Իրանի նկատմամբ այլ նաեւ Հայաստանի նկատմամբ տեսեք Եթե ձեր հարցը ճիշտ հասկացա, ինչու Ադրբեջանը չի հարձակվում կամ ինչու մեկ ամիս առաջ չէր հարձակվել Հայաստանի վրա, արդյոք միայն Իրանի պատճառով։ Ընդհանրապես, արդյոք միայն Իրանն է զսպողը։ Բնականաբար ոչ, կա գործոնների համախումբ, բայց այդտեղ Իրանը կարևոր դերակատարում ունի։ Իհարկե այստեղ կա նաև արևմուտքի դիրքորոշումը, ենթադրաբար պատժամիջոցների կիրառման հեռանկարով, որը ոչ ոք վստահ չէ կլինի թե ոչ։ Ավելի ճիշտ կասկածներ կան, հատկապես Եվրամիության պահով, որովհետև գիտենք կան պետություններ, որոնք առնվազն տեսականորեն կարող են վետո դնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին, բայց այդ վտանգը կա, տեսական վտանգը կա, արևմտյան պատժամիջոցների, եվրոպական պատժամիջոցների, կա նաև Միացյալ Նահանգների կողմից ինչ որ արձագանք, բնականաբար ոչ ռազմական։
տեսեք, եթե մենք խոսում ենք եվրոպական եւ ամերիկյան արձագանքի մասին, խոսքը քաղաքական եւ տնտեսական գործիքակազմի մասին է։ Չեմ կարծում, որ որևէ մեկը հավատում է, որ օրինակի համար Միացյալ Նահանգները կամ եվրոպական որևէ երկիր պատերազմ կայտարարեին Ադրբեջանին։ Բնականաբար ոչ, բայց Հայաստանին որոշակի ռազմական օգնություն միգուցե կավելացնեին կամ կտային։ Ռազմական օգնություն կարող էին ավելացնել, բայց հաշվի առնելով թե ինչքան փոքր է Սյունիքի մարզը, ես անկեղծ ասած չեմ կարծում, որ այնտեղ պատերազմը 1 տարի տևեր, որ ռազմական օգնության ավելացումն էլ էական դեր խաղալ։ Ամեն դեպքում կա գործոնների համախումբ, դա միայն Իրանը չէ, բայց Իրանը կարևոր գործոններից մեկն է եւ Իրանի առավելությունը դա նրանումն է, որ Իրանը մոտ է։ Այսինքն Իրանը անմիջապես մեր սահմանին է եւ իրանական զորքերն էլ տեղակայված են Ադրբեջան-Իրան սահմանին, բայց բնականաբար կա նաեւ արևմուտքի գործոնը, Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ կա նաեւ Ռուսաստանի գործոնը։ Հետեւաբար կա գործոնների համախումբ, եթե խոսում ենք արտաքին գործոնների մասին, որոնք մինչև հիմա կանխում են կամ թույլ չեն տալիս, որպեսզի Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կամ ստեղծել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը։ Ռուսաստանի գործոնը չխանգարեց Արցախի հայաթափվելուն, երբ որ այնտեղ իրենք խաղապահներ ունեին։ Ռուսաստանի գործոնը այո չխանգարեց Արցախի հայաթափվելուն։ Ինչու պետք է խանգարեր Սյունիքում կամ ինչպես ասում են Զանգեզուրի միջանցքի բացման այն դեպքում, երբ որ կարծիք կա, որ Զանգեզուրի միջանցքը պակաս մեծ ցանկությամբ չի ուզում նաև Ռուսաստանը, ուզում է։ Տեսեք, ինձ թվում է մենք պետք է հասկանանք ով ինչ է հասկանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակում անվան տակ։ Հիմա Հայաստանի կառավարությունն ունի ծրագիր խաղաղության խաչմերուկ, որը ով ուզում է թող գան եւ ամենտեղ առաջ է տանում եւ մենք ասում ենք, որ միջազգային իրավունքին համապատասխան մենք պատրաստ ենք մեր տարածքը տրամադրել ցանկացած պետության, իդեպ որոշ պետություններ արդեն օգտվում են, ասենք Իրանը կապվում էր Վրաստանի կամ Ռուսաստանի հետ եւ այլն։ Հիմա սա Հայաստանի դիրքորոշումն է։ Կա Ադրբեջանի դիրքորոշում, որը փաստացի պահանջում է արտատարածքային միջանցք եւ ինչքանով ես եմ հասկանում Ռուսաստանի դիրքորոշումը, ռուսները ասում են կամ ընդհանրապես ոչ մի ճանապարհ չի բացվի, կամ ճանապարհը պետք է լինի մեր վերահսկողության ներքո։ Հիմա եթե մենք նայում ենք Ադրբեջանի պահանջը, այսինքն Ադրբեջանի լավագույն սցենարը դա ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող միջանցքն է։ Դա այն չէ, ինչ ցանկանում է Ռուսաստանը, որովհետև եթե պարզապես ամբողջությամբ Ադրբեջանն ու Թուրքիան են վերահսկում, դա նշանակում է Թուրքիայի ազդեցության հետագա աճ Հարավային Կովկասում։ Եվ ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության հետագա աճով։ Բնականաբար ոչ։ Հետեւաբար ասել, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը օկուպացնի Սյունիքի մարզը կամ Սյունիքի մարզի մի մասը, դա նշանակում է ասել, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան ել ավելի հզորանա Հարավային Կովկասում եւ այսպես ասենք Ռուսաստանի փոխարեն դառնա Հարավային Կովկասում թիվ 1 ազդեցիկ արտաքին խաղացող։ Իսկ դա ինձ թվում է մի քիչ առողջ տնաբանության մեջ չի տեղավորվում, որ Ռուսաստանը կցանկանար, որպեսզի Թուրքիան Հարավային Կովկասում լիներ ավելի ուժեղ, քան ինքը։ Դա էր պատճառներից մեկը կամ գուցե գլխավոր պատճառը, երբ որ Նիկոլ Փաշինյանը օրերս Թուրքիա էր գնացել Էրդողանի հետ հանդիպելու Էրդողանի հրավերով, նույն այդ ընթացքում Ռուսաստանից տարբեր մակարդակի նորից սպառնալիքներ հնչեցին Հայաստանի նկատմամբ։ Թե դա հերթական։ Տեսեք, սպառնալիքները ես չգիտեմ, բայց ինչքանով ես եմ նայում հայ-ռուսական հարաբերություններին, գոնե վերջին 9 ամսում, լավ սկսած 2024-ի աշնանից, գոնե այնինչ ցանկանում է անել Հայաստանի կառավարությունը, կամ գոնե այնինչ ցույց է տալիս, որ ցանկանում է անել Հայաստանի կառավարությունը։ Դե հիմա իրականում մարդկանց մտքերում ինչ կա, շատ բարդ է ասել, բայց գոնե Հայաստանի կառավարության ձեռնարկած հրապարակային քայլերից ես կարող եմ եզրակացնել, որ Հայաստանը փորձում է թույլ չտալ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացում, որպես պլան մինիմում, թույլ չտալ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացում։ B հնարավորության դեպքում բարելավել հարաբերությունները այն ոլորտներում, որտեղ հնարավոր է, դա կոչենք պլան մաքսիմում, բայց պլան մինիմումը գոնե վերջին 9 ամսում ըստ իմ գնահատականի միայն, որը կարող է իրականությանը չի համապատասխանում։ Հայաստանի կառավարությունը փորձում է թույլ չտալ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացում եւ չեմ կարծում, որ Ռուսաստանը պետք է դրանից դժգոհ լինի։ Ինձ թվում է որոշակիորեն նաև դրական ընկալում դա առաջացնում է ռուսների մոտ, որ այսպես ասենք 2 տարի շատ ավելի ինտենսիվ հակառուսական գոնե ռետորաբանության մեջ տեղավորվող Հայաստանի կառավարությունը, իսկ մենք հիշում ենք հրապարակային հայտարարություններ, որ ՀԱՊԿ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, կարծես նաև ակնարկներ կային, որ ռուսական ռազմաբազան ավելի շատ սպառնալիք է, քան
օգնում է մեր անվտանգությանը։ Ինձ թվում է ռուսները պետք է որոշակիորեն գոհ լինեն, որ 22-ի վերջից սկսած այս հակառուսական հռետորաբանությունը 2 տարի հետո 24-ի վերջին եւ 25-ի գոնի առաջի կեսին առնվազն մեղմվել է եւ Հայաստանը առնվազն փորձում է հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի չվատթարեցնել։ Հիմա այս պայմաններում, երբ իմ գնահատմամբ ինչ որ դրական ազդակներ Հայաստանի կառավարությունից դեպի Ռուսաստանը կան, ասել որ Ռուսաստանը փորձում էր սպառնալ կամ ինչ որ մի բաներ անել Հայաստանի դեմ, հարց է առաջանում ինչու եւ իդեպ որոնք են երաշխիքները, որ եթե Ռուսաստանը փորձի Հայաստանում հասնել իշխանափոխության, ընդունենք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ճանապարհով, շատ լավ Ռուսաստանը փորձում է հասնել, բայց որոնք են երաշխիքները, որ այդ փորձը կպսակվի հաջողությամբ, որտեղ տեսեք, եթե փորձում են, այո, եթե կարևոր 21-ին էլ էր փորձում, բայց դա հաջողությամբ չպսակվեց։ Եթե փորձը չի պսակվում հաջողությամբ, բայց ներկա իշխանությունը հասկանում է, չէ՞, որ Ռուսաստանը փորձում է իրեն իշխանությունից հեռացնել։ Պարզ է, որ դա դժվար թե բերի հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ դրական միտումների, բայց հիմա կարծես թե ինչ-որ միտումների հույսեր կան դրական։ Եվ երկրորդ, մենք չենք կարող բացառել, որ գուցե կլինի իշխանափոխություն, բայց Ռուսաստանի համար ավելի ցանկալի մարդկանց փոխարեն իշխանության կարող են գալ Ռուսաստանի համար ավելի անցանկալի մարդիկ։ Հետևաբար, եթե Ռուսաստանի տեսակետից ես նայում, եթե ես լինեի, եթե չունենայի հստակ երաշխիքներ, որ իմ կարծիքով հիմա ուղղակի չկա։ Եթե ես չունենայի հստակ երաշխիքներ, որ իմ կատարած քայլերի հետևանքով 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանում կլինի Ռուսաստանի համար ավելի ընդունելի իշխանություն, եթե չունենայի հստակ երաշխիքներ, իսկ իմ գնահատմամբ այս պահին նման երաշխիքներ չկան։ Ես երևի թե նման պրոցեսների մեջ չէի մտնի, բայց իհարկե դա իմ կարծիքն է, մարդիկ ովքեր նստած են Կրեմլում, գուցե բոլորովին այլ ձևով են մտածում։ Իսկ ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Ինչ արդյունք եղավ, իհարկե հայտարարությունները բավականին աղքատիկ էին, քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը, կողմային խաղաղությանը Հայաստանի Հարավային Կովկասում ամենջանելի են, որ խաղաղություն լինի եւ այլն։ Այնուամենայնիվ տոհատակերում ինչ կար։ Տեսեք, ինչքանով ես եմ հասկանում, ինչ է ցանկանում Հայաստանը Թուրքիայից կամ ինչի հույս ունի։ Չգիտեմ, որ բառը ճիշտ կլինի օգտագործել։ Օգտագործենք ցանկանալ բառը, որովհետև հույս ունենալը քիչ քաղաքագիտական տերմինաբանություն չի։ Ինձ թվում է մի քանի հույսեր կան եւ մի քանի հույսեր կան սկսած 2021-ի վերջից 2022-ի սկզբից։ Հույս համար 1, որ հնարավոր կլինի ինչ որ կերպ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։ Հույս համար 2, եթե դա հնարավոր չի, գոնե օգտագործել Թուրքիային, որպեսզի Թուրքիայի միջոցով համոզեն Ադրբեջանին ստորագրել ինչ որ փաստաթուղթ Հայաստանի հետ։ Եվ հույս համար 3, եթե այդ երկրորդն էլ չի լինում, գոնե Թուրքիայի միջոցով ուղերձներ հղել Ադրբեջանին, որպեսզի չհարձակվի Հայաստանի վրա։ Հիմա նորմալացման գործընթացը 3.5 տարի ընթանում է, ֆորմալ սկսվել է 2022-ի հունվարի Մոսկվայի հանդիպումով։ Կարող ենք ասել, որ այս պահին գոնե տեսանելի առաջընթաց չկա, բացի մի շարք պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել 3 տարի առաջ եւ չեն իրականացվել։ Գիտեք, համաձայնագրի տեքստը համաձայնեցված։ Չէ, ես նկատում եմ Հայաստան-Թուրքիա։ Հայաստան-Թուրքիա նկատում։ Գիտեք, որ ենթադրաբար դեռ 3 տարի առաջ պետք է սահմանը բացվեր։ Այո, ուղիղ բեռնակարգո թռիչքներ եւ այլն։ Հիմա այդ պայմանավորվածությունները չեն իրականացվել, բայց ինչքանով ես եմ հասկանում Հայաստանի կառավարության քայլերը, դեռևս հույսը պահպանվել է, գոնե այդ երրորդ հույսը, որ լավ Թուրքիան չի տարանջատի հայ-թուրքական հայ-ադրբեջանականից, երևի թե հնարավոր չի խնդրել կամ համոզել, որպեսզի Էրդողանը Ալիևին խնդրի կամ համոզի, որ պայմանագիր ստորագրեն, բայց գոնե Թուրքիայի հետ հարաբերությունների ինչ որ տոնուս պահելով հասնեն նրան, որպեսզի գոնե Թուրքիան առնվազն, այսպես ասենք, չդրթի Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա։ Որտեղ տեսեք, հիմա եթե Ադրբեջանը որոշում է հարձակվել, այստեղ հարց է առաջանում Թուրքիայի դիրքորոշումը։ Մի քանի տարբեր սցենարներ են հնարավոր։ Ա. Թուրքիան ինքն է դրթում Ադրբեջանին հարձակվել։ Բ. Թուրքիան չեզոք է լինում եւ Գ. Թուրքիան Ադրբեջանին ասում է վատ բան ես արել, հարձակումը դադարեցրու եւ եթե ինչ որ տարածքներ գրավել ես, զորքերը դուրս բեր։ Ինձ թվում է երրորդ սցենարը շատ քիչ հավանական է, որ թուրքերը կասեն թե ինչ որ տարած գրավել է Սյունիքում, հիմա զորքերը թանի, չէ։ Բայց գոնե ինձ թվում է մենք կառավարությունը փորձում է հասնել նրան, որ
չլինի առաջին սցենարը, այսինքն ինքը Թուրքիան չդրթի Ադրբեջանին, չասի որ այ հիմա լավ վիճակ է, չգիտեմ Իրանը զբաղված է կամ օրինական ես ամերիկացիների հետ պայմանավորվել եմ կամ հրեական լոբին այսպես է անում, հիմա ճիշտ ժամանակն է հայերի հետ հարցերը փակելու վերջնականապես։ Ինձ թվում է կառավարության հույսը դա է, Թուրքիայի Էրդողանի հետ ինչ որ շփումներ պահպանելով, գուցե նաև Էրդողանին սիրաշահելով, հենց անձամբ Էրդողանին էգոն սիրաշահելով, գոնե թույլ չտալ, որպեսզի Թուրքիան չդրթի, այսինքն հասնեն նրան, որ Թուրքիան գոնե չդրթի Ադրբեջանին, չասի Ադրբեջանին հարձակվիր Հայաստանի վրա։ Ինչ է պատրաստ տալ Թուրքիան այդ դեպքում։ Հասկացանք Հայաստանը Թուրքիան թե Թուրքիան Հայաստանին։ Թուրքիան Հայաստանին։ Դուք ասացիք թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը Թուրքիայից կամ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի իշխանություններից, իսկ Թուրքիայի իշխանությունները Էրդողանին չեն պատրաստ տալ։ Ինչ հասկացաք այս այցից։ Տպավորությունը այնպեսին էր առերևույթ ընդունելու, ճանապարհելուց, որ բավականին ջերմ, եթե չասենք ջերմ, ամեն դեպքում բոլոր այդ արարողակարգային, բոլոր կանոնները պահպանված էին։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Բայց գալու խնդիր չկար։ Այո։ Հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չեն։ Ինչքանով ես եմ հասկանում, եթե վերցնենք առաջնահերթությունները 1-ից 10, ես չէի զարմանա, եթե Հայաստանը ընդհանրապես այդ տասնյակում չկա էլ։ Հետևաբար ասել որ սա Թուրքիայի համար ինչ-որ շատ կարևոր մի խնդիր է կամ շատ կարևոր ուղղություն, երևի թե ոչ, բայց հարց ինչու պետք է Թուրքիան Ադրբեջանին ասի մի հարձակվիր Հայաստանի վրա կամ գոնե Ադրբեջանին չասի հարձակվիր Հայաստանի վրա։ Տեսեք, երևի թե այստեղ կարելի է խաղալ թուրք-ադրբեջանական խնդիրների վրա, որովհետև տարբեր տեղեկություններ կան, որ Էրդողան-Ալիև հարաբերությունները, որոնք երբեք էլ 100% փոխվստահության վրա հիմնված չեն եղել, ինչքանով հնարավոր է պատկերացնել, հիմա առավել եւս սրված են եւ այստեղ դեր է խաղում նաեւ Ադրբեջանի չափից դուրս մոտ լինել Իսրայելին։ Թուրքիայում կարծես թե կա անկալում, որ աշճանաբար Ադրբեջանի համար գլխավոր դաշնակից դառնում է ոչ թե Թուրքիան, այլ Իսրայելը եւ շատ կարևոր հարցերում Ադրբեջանը ավելի շատ հետևում է Իսրայելին կամ Թուրքիային, ընդ որում հետաքրքիր դիտարկում։ Եթե համեմատենք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները հունիսի 13-ին Իրանի վրա Իսրայելի հարձակումից ժամեր անց, ապա զուտ տեքստային, այսպես ասած, կոնտենտ վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչքան Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարությունները շատ ավելի նման են իրար, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Այո։ Որովհետեւ թե Հայաստանը եւ թե Թուրքիան դատապարտում էին Իսրայելի հարձակումը։ Ադրբեջանը բավարարվում էր ինչ-որ խոր մտահոգություն հայտնելով։ Հետևաբար կարող ենք ենթադրել, որ կա որոշակի դժգոհություն Ադրբեջանի հանդեպ, խորացող դժգոհություն, եւ բ Թուրքիան գուցեւ առնվազն այս, եթե ոչ մի քայլ էլ չանի կոնկրետ, բայց Փաշինյանին ընդունելով եւ ցույց տալով, որ ամեն դեպքում process-ը շարունակվում է, թեկուզ եւ առանց հստակ վերջնարդյունքների։ Կարող է նաեւ սա օգտագործել արևմուտքի հետ ինչ-ինչ հարցերում ցույց տալու համար, որ որպես եւս մի խաղաքարտ արևմուտքի համար, որ տեսեք, ամեն դեպքում ես կառուցողական եմ, ես ուզում եմ Հարավային Կովկասում լինի խաղաղություն, որը նաեւ արևմուտքի շահերից է բխում, խաղաղություն Հարավային Կովկասում, իսկ գիտենք, որ նաեւ առնվազն գոնե մինչեւ Տրամպի գալը ամերիկացիները եւ նաեւ եվրոպացիները Հարավային Կովկասում խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացումը դիտում էին նաեւ Հայաստանին ավելի շատ ճկունություն տրամադրելու տրամաբանության մեջ, որ առանց Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման Հայաստանը չի կարող լրիվ ճկուն լինել թեկուզ նույն Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ բոլոր խոսակցությունները, որ պետք է Ռուսաստանից կախվածությունը նվազեցնել, այդպես էլ կմնան խոսակցություններ, քանի դեռ չկա հարաբերությունների նորմալացում գոնե Թուրքիայի հետ։ Եվ պարզ է, որ արևմուտքից միշտ էլ այդ մեսեջները Թուրքիային ուղղվում են։ Հասկանալի է, որ շատ ավելի կարևոր հարցեր կան ԵՄ Թուրքիա, ԱՄՆ Թուրքիա, բայց ասես ասենք զրույցի վերջում ենթադրենք 1 ժամանոց զրույց է, որտեղ քննարկվում են 5 հիմնական եւ մի շարք երկրորդական հարցեր։ Ես գրեթե վստահ եմ, որ ցանկացած զրույցի վերջում որպես երկրորդական հարցերի մեջ աշխվում է դե լավ։ Իսկ Հայաստանի հետ ինչ եք անում, սահմանը բացեք, Հայաստանն էլ թող փորձի մի փոքր ավելի Ռուսաստանից հեռու գնալ, բայց չգիտեմ Էրդողանն ինչ է պատասխանում, ենթադրաբար ասում է, այո, մենք շատ ենք ուզում, բայց գիտեք, նաև Ադրբեջան եւ այլն։ Հիմա այս հայ-թուրքական այս հարաբերությունների շարունակումը, ֆորմալ առումով հանդիպումներ, բանակցություններ եւ այլն, թույլ է տալիս նաև զերույթին Թուրքիային, երբ որ արևմուտքից այդ զրույցի վերջում 14-րդ հարցը ասում են, լավ, բայց Հայաստանի հետ ինչ եք անում, պատասխանը չի, որ դե իհարկե մենք էլ ենք հակված, process-ը շարունակվում, այ վերջերս Հայաստանի վարչապետն էր այստեղ, մենք քննարկեցինք եւ այլն։ Այսինքն Թուրքիայի համար սա կարող է լինել մի կողմից ինչ որ ուղերձներ Ադրբեջանին, որ մենք այնից այնքան էլ գոհ չենք եւ եթե դու
շարունակեց մեզ զայրացնել, չնայած 20 միլիարդ դոլարի ներդրում է արել, ինչպես Ալիևը հայտարարեց, որ Թուրքիան արել են, եւ չնայած ներքաղաքական տարբեր խաղացողների հետ սերտ կապեր ունես, որը տեսականորեն կարող է նաև Էրդողանի դեմ օգտագործվել հատկապես ազգայնականների հետ կապերը։ Բայց ամեն դեպքում կարող է լինել ուղերձ Ալիևին, որ այսպես ասենք ամեն ինչ չէ, որ դու ես վերահսկում կամ ամեն ինչ չէ, որ քո ասածով է լինելու, եւ կարող է օգտագործվել նաև այդ իմ նշած այդ զրույցի վերջում 14-րդ հարց Հայաստանի հետ ինչ անել, ունենալ պատասխան, որ իսկ մենք Հայաստանի հետ շարունակում ենք բանակցությունները, դե գիտեք, բարդ խնդիրներ են, հեշտ չի, թշնամություն, տասնյակ տարիներ եւ այլն, բայց process-ը շարունակվում է, մենք էլ ենք կողմ եւ այլն եւ օրինակի համար բերել նույն վարչապետի այցը Թուրքիա։ Այսինքն հուսալ, որ սահմանը կբացվի, հուսալ, որ ինչ որ հարաբերություններ կսկսեն զարգանալ, դա իրատեսական չի մոտ ապագայում։ Ամբողջական սահմանի բացումը իրատեսական չէ, բայց չեմ բացառում, որ եթե Թուրքիա-Ադրբեջան այս լարվածությունը շարունակվի կամ գուցե այլ գործոններով, Թուրքիան որոշի իրականացնել այն, ինչ պայմանավորվել են դեռ 22-ի ամռանը, նկատի ունեմ օրինակ սահմանի բացում երրորդ պետությունների քաղաքացիների համար։ Դրա հավանականությունը մինչև տարեվերջ ես տեսնում եմ, բայց սահմանների ամբողջական բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այսպես ասենք, որպես միջազգային ինչ որ, ինչպես անգլիացիներն ասում, breaking news, որ բոլորը ցույց կտան, որ այո, Թուրք-Հայաստան հարաբերությունները նորմալացան, սահմանը բացվել է եւ այլն, մինչև առնվազն տարեվերջ ոչ։ Բայց ինչ փոփոխություններ հնարավոր է։ Եվ եւս մի հարց, պարոն Պողոսյան, իսկ ինչպես է գնահատում հենց այդ օրերին Ստամբուլում անցկացվում էր Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարության հավաքը եւ դուք տեսաք, որ հայտարարություն տարածեցին, այդ հայտարարության մեջ բավականին արևմտամետ Ադրբեջանամետ ես կասեի։ Այո, ադրբեջանամետ պահանջներ կային, որ հայկական ագրեսիայից տուժած ազատագրված տարածքները վերականգնելու եւ վերակառուցելու ջանքերի մասին էր գնում խոսքը, իսլամական երկրները կոչ էին անում Երևանին հաղթահարել, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախանկարող մնացած իրավական եւ քաղաքական խոչընդոտներն ու այդպիսով դադարեցնել Ադրբեջանի իշխանության եւ տարածքային ամբողջականության խաթարումը եւ շարունակությունը կա չկարդամ, դուք շատ լավ գիտեք, հենց այդ նույն օրերին երբ որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում էր, արդյոք նախ մի կարճ պատահականություն էր, որ Էրդողանը հենց այդ օրերին էր հրավիրել կամ գուցե պայմանավորվել էին հրավերքը այդ օրերին չէր եւ պատահականություններ նման հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի այցի ֆոնին։ Ուղղակի այցի ես կդժվարանամ կապել, չեմ կարծում որ տենց ուղղակի հատուկ դասավորված էր, որպեսզի Փաշինյանը լինի Ստամբուլում կամ ինքը Ստամբուլից դուրս գա եւ նման հայտարարություն ընդունեն, դժվար թե։ Դա դասավորված չէր։ Իմ կարծիքով ոչ։ Իսկ կարելի է լուրջ ընդունել այս հայտարարությունը նման ձևակերպումներով, թե դա պարզապես հայտարարություն է եւ արտգործնախարարները այնպես չէ, որ 57 երկրների արտգործնախարարները կվերադառնան իրենց երկիր եւ իրենց այս հայտարարությունները, որի տակ որ ստորագրել են, իրականություն կդարձնեն որոշակիորեն ինչ որ քայլերով։ Տեսեք, ամենակարևորը ոչ թե նա է, որ թե ինչ կանեն այդ 50 քանի պետությունները, որոնց մեծ մասը երևի ընդհանրապես ոչ Հայաստանով, ոչ Ադրբեջանով զբաղվելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն, խնդիրը այլ է, հասկանալ է, որ այս բանաձևերը կամ ավելի ճիշտ այս ձևակերպումները առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից։ Ինչը եւս մեկ հստակ վկայություն է, որ գոնե Ադրբեջանի մասով, ասենք խաղաղության օրակարգը կամ խաղաղության հույսը հենված է շատ հեղեղուկ հիմքի վրա, եթե այսպես ասեմ։ Այսինքն սա ցույց է տալիս, որ հստակ Ադրբեջանը չի հրաժարվելու ոչ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, ոչ Արևմտյան Ադրբեջանի ստեղծումից եւ ամեն ինչ անելու է դրանք իրականացնելու համար կամ առնվազն դրանք որպես ճնշման միջոց օգտագործելու համար։ Հիմնական գնահատականը կամ եզրահանգումը, որ ես կանեի, դա նա է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ հարաբերությունների կարգավորման հույսերը մոտ են 0-ին եւ դեռ շատ երկար ժամանակ Ադրբեջանը մնալու է Հայաստանի համար ագրեսիվ թշնամական պետություն, որը անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի թույլ, իսկ Ադրբեջանի լավագույն սցենարի դեպքում ընդհանրապես ոչ կենսունակ պետություն։ Հիմնական եզրահանգումը սա է։ Իհարկե տխուր նոտայով ենք ավարտում մեր զրույցը, պարոն Պողոսյան, այնուամենայնիվ շնորհակալություն վերլուծությունների համար։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը։